Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ Բարև ձեզ Տիկին Ազարյան, շնորհակալ ենք մեր հավելն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ազարյան, եթե ամփոփենք Ղարագիմբեի հեռացման process-ը, որտեղ է գտնվում իշխանությունը ու ընդհանրապես նոր տարին կարող ենք դիմավորել օրինակ նոր կաթողիկոսով։ Որտեղ է գտնում իշխանությունը, իշխանությունը գտնում է ժողովրդի մեջ, ժողովրդի հետ հաշտ, եթե խոսում ենք այս գործընթացի մասին, այդ մասին խոսում է նաև այն բոլոր ընկալումները, որոնք տարիներ շարունակ օդում կախված են եղել եւ չգիտես ինչու շատ հաճախ, քանի որ նաև զգայուն թեմայի մասին ենք խոսում, սա չենք կարող մերժել, շատ հաճախ շատ դրվագներ, հա, ինքներս էլ գիտակցել ենք որպես քաղաքացի, հա, որպես հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդներ, շատ բաներ լսել ենք եւ պարզապես անցել, բայց ինչ որ միտեղ դա կուտակվում է, կաթում եւ ինչպես ասում են, մի օր քարը ծակվում է։ Այս պարագայում վստահաբար այս օրակարգը կարող ենք մեզ թույլ տալ ասել, որ սաղմնային փուլում չէ, այն առնվազն մեջտեղում կանգնած է եւ ոչ էլ մշուշում էր, շատ կարծում եմ կարճ ժամանակահատվածում հանգուցալուծում է ստանալու եւ ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակեց օրեր առաջ այն մոտեցումները կամ կոնցեպտուալ առումով այն պատկերը, որը պատկերացնում է, դա հոգևոր դասի եւ բացառապես, հա, սա կարծում եմ կարեւոր է արձանագրել, որ բոլոր գործող մեխանիզմների տրամաբանության ներքո պիտի ունենա այս process-ը, կանոնագրքի ընդունումը, տեղապահի ընտրությունը եւ ինչ է սա խոսում, որ պետությունը, այս դեպքում եթե հղում ենք տալիս իշխանությանը, չպիտի մասնակից լինի այս process-ին եւ բոլոր գործող մեխանիզմների տրամաբանության ներքո պիտի ընտրվի նոր տեղապահ։ Այնուամենայնիվ, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նշում են, որ օրեր կամ ժամեր են մնացել Ղարագիմբեի հեռացմանը, դուք կարող եք այդպիսի ժամկետ նախանշել օրինակ ամանորին։ Իհարկե նման հայտարարություն բնականաբար չեմ կարող ինձ թույլ տալ եւ հստակ ժամկետ նշել, այդ ժամկետը վստահաբար լողացող թվեր կլինեն, բայց վստահ եմ եւ վերահաստատում եմ նախորդ իմ ասած միտքը, որ մոտ ապագայում մենք դա կտեսնենք գետնի վրա։ Իսկ այն հավաքը, հոգևոր հավաքը կամ պատարագին մասնակցությունը, որ վարչապետը նախատեսում էր մայրաթոռում, երբ կարող ենք տեսնել։ Կարծում եմ վարչապետը հաջորդ պատարագի վերաբերյալ հայտարարություն կտարածի ամեն շաբաթ, այսպես ասած, հայտարարություն է հնչեցնում, թե հաջորդին որտեղ է պատարագին մասնակցելու, որ եկեղեցում, իհարկե չունեմ նման տեղեկություն այս պահին ստույգ, որտեղ տեղի կունենա հաջորդ պատարագը եւ վստահաբար տեղի կունենա։ Ըստ ձեզ որ պահից է, որ իշխանության ներկայացուցիչները կամ դուք այս գործընթացը կհամարեք իր տրամաբանական ավարտին հասցված եկեղեցու շուրջ։ Այն տրամաբանական ավարտին, երբ հոգևոր կյանքի եկեղեցու, հա, ասել է թե եկեղեցու եւ ժողովրդի մեջ օրգանական կապ կձևավորվի եւ չենք կարող շղթել, որ այդ կապը գոյություն ունի։ Եվ այն բոլոր կետերը, որոնք վարչապետը արտացոլել էր իր Facebook-յան, հա, պաշտոնական էջում, մի քանի կետեր էին, հա, իրենց ենթակետերով, կուզեմ իրականում 2-3 կետի մասին խոսել, ինչի մասին է խոսքը, նույն կանոնագրքի, հա, ընդունումը, տեղապահի ընտրությունը, որևէ կերպ, որևէ երաշխիքներ եւ մեխանիզմներ արտացոլվեն կանոնագրքի մեջ նոր, որտեղ պիտի նշվի, հատուկ պիտի, կարծում եմ, շատ մուգ գույնով արտացոլվի ապա քաղաքականացումը եկեղեցու, պիտի նաև հա չեզոքությունը, ապա քաղաքականությունը, պիտի արտացոլվեն սոցիալական երաշխիքների մասին, կարծում եմ կետեր մեխանիզմներով, պիտի, որովհետև իրականում գիտեք, ըստ էության եկեղեցական
դասի, հա, մեր ներկայացուցիչները պետական որևէ ծրագրերից, այս դեպքում, հա, արտոնություններից չեն օգտվել այս ընթացքում եւ կարծում եմ գալ նաեւ այս դաշտ բխում է հոգեվոր դասի շահերից։ Ոչ միայն այս կետերը, նաեւ բարեվարկության մասին ընկալումները։ Ինչպես ես նշեցի, երկար ժամանակ մենք մասնավոր զրույցներում ընդունել ենք, իմացել ենք այն բոլոր խոսակցությունները, որոնք օդում կախված են, բայց անցել ենք պարզապես, բայց ինչպես ասում են, բաժակը լցվել է եւ բարեվարկության վերաբերյալ եւ ընդ որում ոչ միայն ամուսնացյալ քահանաների մասին պիտի խոսքը լինի, նաեւ կուսակրոնության ուխտը ընդունած հոգեվորականների բարձրաստիճան, հա, հոգեվոր այսպես ասած պաշտոններ զբաղեցնողների մասին պիտի լինի, ես կարծում եմ, որ պիտի լինեն հստակ կետեր, կրիտերիաներ, որովհետև մենք ըստացիորեն չգիտենք ինչով են իրենց առօրյա կյանքում զբաղված հոգևոր դասի ներկայացուցիչները եւ պիտի հստակ մեխանիզմներ լինեն կարելիի եւ չկարելիի մասին։ Տիկին Ազարյան վարչապետը նշում է, որ Գարագին բան Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր իսկ կողմից ընդունված կանոնադրությունը, ընդդիմությունն էլ ասում է, որ իշխանությունն էլ նախընտրական իր ծրագրերն է խախտել այնտեղ Արցախի հարցում եւ այլն։ Դուք ինչպես կմեկնաբանեք։ Նախ ինչ կստանձնեն Կտրիչ Ներսիսյանի փաստաբանի դերը եւ այդ ջահը, հա, կանթեղը պահած կպտտվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նկատում ենք վերջին օրերին, լավ կանեին իրենք նույն հարցը ուղղեին Կտրիչ Ներսիսյանին եւ ի վերջո իրենք այդ հարցը տային։ Կարծում եմ մեկ հերքումով կամ չհերքումով այս ամբողջ process-ը լրիվ մեկ այլ տրամաբանություն եւ հանգուցալուծում կստանար, հա, եւ հակառակը։ Մինչ այս պահը Կտրիչ Ներսիսյանը չի արձագանքել այս մտքին, չեմ էլ ուզում ասել մեղադրանքին, որովհետեւ կա հարցադրում, կա հստակ հարցադրում, որը չունի պատասխան։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ես չեմ խոսում իշխանության որևէ ներկայացուցչի մասին, կարող է թույլ տալ ենթադրել, որ օդում կախված այս հիփոթետիկ որևէ խոսակցություն իրականության հետ աղերս ունի թե չունի։ Կարծում եմ այս հարցին ի սկզբանե պիտի պատասխանի Կտրիչ Ներսիսյանը։ Պիտի պատասխաներ, իրականում շատ ուշ է պատասխանել այս հարցին, կարծում եմ, որ ասում են բանը բանից անցել է, շատ ուշ է արդեն ժամանակավերեպ է այս հարցին պատասխանել, ժամանակին էր պետք այս հարցին պատասխանել։ Եվ իդեպ ես ուզում եմ ասել, որ ցավալի է նաև, որ քաղաքացիները ընդհանուր առմամբ, ես այստեղ վստահ կարող եմ թիվ հնչեցնել, 90%-ից ավել քաղաքացիները, երբ խոսակցություններ են գնում այն մասին, որ Կտրիչ Ներսիսյանը կարծես թե զավակ ունի, միջին վիճակագրական քաղաքացին ասում է, հա, ինչ գիտեինք մենք։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը, այսինքն էլի ենք գալիս նրան, որ տարիներ շարունակ այս մասին, այսինքն մենք նորություն չենք ասում եւ հեծանիվ չենք հայտնաբերել, կարծես թե հասարակության լայն շերտերում ասում են, դե հա, գիտեինք, բայց պիտի ստեղել մեր ընկալումներին հետ կանք մենք։ Եթե կա կուսակրոնության ուխտ եւ որը չի գործում եւ չկա մեխանիզմ, ստեղել պիտի հասկանանք, հա, կա հստակ սևով սպիտակին արտացոլված կրիտերիա, կետ, եւ որը փաստացի չի գործում։ Մենք այստեղ էլ պիտի հասկանանք, այնքան երկար է հասարակությունը այս միտքը լսել, որ իսկապես ընկալումները մեր պիտի վերանայենք այս համատեքստում։ Բայց տեսեք օրինակ Գելափը, որ հարցումներ է անում, պնդում է հանրության 50%-ից ավելին բացասական է վերաբերվում, երբ պատարակների ընթացքում վարչապետի մասնակցությամբ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Գելափը ինչ որևէ, այսպես ասած, ստատիստիկա հրապարակելը կարծում եմ լավ կաներ հիշեր, թե օրինակ Էջմիածնի ընտրություններին ինչպիսի թվեր էին հրապարակում եւ տեսանք, թե իրականում Էջմիածնի ընտրություններից հետո ինչպիսի, հա, կոնֆիգուրացիաներ ձևավորվեցին, որ ուժը քանի տոկոս ձայն հավաքեց եւ իրականում երբ նշում էին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվելու է այդ ընտրություններին, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ եւ կարծում եմ այստեղ հղում տալ Գելափի որևէ հրապարակած թվերի այդքան էլ երևի թե արժանահավատ չէ։
Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժում արդեն քարոզարշավ է սկսել եւ Նարեկ Կարապետյանը հիմքում էր հիմնական ասելիքն այն է, որ այս իշխանությունը դպրոցներ է փակում սահմանամերձ գյուղերում, ճանապարհներն էլ քարոքանդ են, ինչ կասեք։ Իհարկե ծանոթ եմ այդ տեսանյութին, հնչեցրած մտքերին, նախ հարց իսկապես շատ սրտանց հարց կուզեի տալ Նարեկ Կարապետյանին այն դպրոցների ֆոնին, որին տեսանյութ էր հրապարակել, ինքն իր զավակներին սրտանց կտաներ այդ դպրոց, կուղեկցեր թե ոչ։ Եվ իհարկե ես թույլ չեմ տա ինձ հնչեցնել իմ ունեցած տեղեկատվության համաձայն որտեղ է սովորում օրինակ իր զավակը, որ դպրոցում է սովորում, մասնավոր իհարկե դպրոցում է սովորում, իմ էլի եմ կրկնում իմ ունեցած տեղեկատվության համաձայն, արդյոք այդ դպրոցներին դպրոց կարելի էր անվանել եւ այն սրտաճմլիկ տեսանյութը, որը հրապարակել է, ընդ որում խեղաթյուրված, ծայրից ծայր սուտ եւ կեղծիք էր տարածում։ Դպրոցները մի դեպքում միավորվում են, մյուս դեպքում զրոյից կառուցվում են, մյուս դեպքում հիմնանորոգվում են եւ այդ պարագայում որ տեսանյութի մեջ խոսում էր դպրոցները փակելու մասին, ես ուրախությամբ պիտի նշեմ, որ նաև ոչ միայն դպրոցները դառնալու են շուտով կրթահամալիրներ, միավորվելու են մի քանի դպրոց, այլ նաև բյուջեով նախատեսված է ձեռք բերել ավտոբուսներ, որոնք երեխաներին ուղեկցելու են տնից դպրոց եւ դպրոցից տուն, այսինքն նաև այն միտքը, թե երեխաները տասնյակ կիլոմետրեր կտրելով ճանապարհ են անցնելու, որպեսզի ստանան ուսում, օգտվեն իրենց ուսման հնարավորությունից, սա եւս սուտ է։ Եվ ելի եմ կրկնում այն դպրոցների ֆոնին տեսանյութ էր հրապարակում, կարծում եմ դրանց դպրոց անվանելը եւ տասնյակ տարիներ շարունակ որ ձեռք չի կպել մասնագիտական այդ դպրոցներին, այդքան էլ ազնիվ չէ եւ մեղմ ասած ապագա քաղաքական գործչին բնորոշ կեցվածք չէ։ Նարեկ Կարապետյանի խոսքի հիմնական մասն այն է, որ իշխանությունները գործարաններ բացելու փոխարեն մանկապարտեզներ, դպրոցներ է կառուցում կամ ասֆալտ է անում, դա ինչ է տալիս մարդկանց։ Նարեկ Կարապետյանը նախ պետք է կողմնորոշվի, ինչու, որովհետև մի տեսանյութով մեղադրում է իշխանությանը, որ դպրոցներ են փակում։ Երբ իմանում է, որ միտեղ դպրոց է կառուցվում 50 հոգու համար, վազում այնտեղ կանգնում, նկարում է եւ ասում է. «Վայ, այս իշխանությունը չեմ հիշում ինչպես էր ասել, փողեր են վատնում եւ զբաղված են այս փողերի լվացմամբ 50 հոգու համար դպրոց են նախատեսվում, 50 հոգու համար նախատեսված, այստեղ էլ կողմնորոշվելու կարծում եմ խնդիր ունի Նարեկ Կարապետյանը եւ լավ կաներ այն ռեսուրսը, որը ծախսում էին եւ ծախսում են, շարունակաբար իրենց նոր ձևավորված ուժի ռեյտինգը բարձրացնելու համար լավ կաներ իր քաղաքական խոսքի վրա ծախսեր այդ ֆինանսական ռեսուրսը եւ մի բան ասելուց առաջ առնվազն այնքան ամուր լինեին հիմքերը, որ 10 րոպե անց իշխանության ներկայացուցիչների կողմից փշուր չլինեն այդ անհիմն հայտարարությունները։ Ու տարօրինակ է, որ Նարեկ Կարապետյանն է ասում, դա նրա հայրը հանրապետական պատգամավորն է։ Այո, եւ գիտեք իրականում շատ ճիշտ նկատառում է, որովհետեւ 10 տարուց ավել հնարավորություն եք ունեցել, լծակ եք ունեցել, այնինչ հիմա մատնացույց եք անում, անեք այդ տարիների ընթացքում, այսինքն էլ ինչ լծակ եւ գործիք էր պետք Նարեկ Կարապետյանի հորը լինելով հանրապետական կուսակցության, այդ ընթացքում աշխատակազմի ղեկավար նաև, էլ ինչ լծակ էր պետք մենեջմենթի առումով, ինչ գործիքներ էր պետք, որպեսզի ճիշտ կառավարչական իր հմտությունները գործի դներ եւ կյանքի կոչեր, օրինակ չեմ ասում 300 դպրոց, 500 մանկապարտեզ, թող 30 դպրոց եւ 50 մանկապարտեզ կառուցեին, թողանեին։ Մեր ձևով նաև իշխանություններից պահանջում է ստորագրահավաքի միջոցով հոսանքի սակագինը նվազեցնել։ Ինչ կասեք։ Այստեղ էլ գիտեք եւ զավեշ տալի է եւ իրական տրագիկոմեդիկ ինչ առումով, որ բոլորովին վերջերս Գյումրի քաղաքում Ղարսի մասնաճյուղում երբ հրապարակվեց, թե ինչպիսի պայմաններում են իրենց կառավարության ընթացքում, Տաշիր ընկերության,
կառավարության ընթացքում ինչպիսի պայմաններ են եղել մասնաճյուղերում։ Ղարսի մասնաճյուղը կարելի էր անվանել ամեն ինչ, բայց ոչ որևէ կառույց, որտեղ աշխատակիցներ կան, որտեղ մի քանի ժամ, 7-8 ժամ աշխատողները անցկացնում են իրենց առօրյան աշխատանքային առօրյան, որտեղ չկային տարական կոմունալ պայմաններ, որտեղ տարածքի բակային հատվածից 3-4, այսպես ասած, մեքենա պարզապես աղբ էին դուրս բերել։ Սա է վերաբերմունքը եղել այս մարդկանց Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ ձևավորված իրենց ընկալումներն է եղել։ Եվ հիմա խոսել սակագնի, այսպես ասած, նվազեցման, շեմը իջեցնելու մասին, սա առնվազն էժան պոպուլիզմ է իրենց կողմից, որովհետև էլի եմ ասում, բավական է, բավարար է պարզապես, բավարար է ցույց տալ այդ տեսանյութ այս մարդկանց եւ հարց տալ, ինչով եք զբաղված եղել դուք։ Եթե տարական X մասնաճյուղում, էլի եմ ասում, ուղիղ օրինակով Ղարսի մասնաճյուղը Գյումրիի քաղաքացին կարող է բացել եւ տեսնել օրեր առաջ այնտեղից ինչքան շինաղ, ինչքան աղբ եւ ինչպիսի պայմաններում են աշխատակիցները անցկացրել իրենց առօրյան։ Սա էժան պոպուլիզմ է ընդհանրապես։ Դե հիմա երբ հեծա արդեն կարելի ասել պետության կառավարման ներքո է, նրանք դրա կարիքը տեսնում են, այսինքն հնարավոր աստորեն։ Արդեն այո, այլ դիտանկյունից նստելուց եւ գիտեք Սամվել Կարապետյանի հայտարարությունն էլ կրկին հիշեցի, երբ ասում էր թքած ունեմ ձեր վրա էլ, հեծի վրա էլ, այս երևույթը եւ այս խոսույթը ուղիղ համեմատական է այն կեցվածքին, որը դրսևորել են իրենց կառավարման տարիներին եւ այդ նույն տեսանյութն էլ, որում արտացոլվում է այն պատկերը, կներեք բառիս համար, դա կենթանիների համար կարծես նախատեսված տարածք լիներ, բայց ոչ երբեք, ելի եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված աշխատավայր։ Այդ մարդու ասած հայտարարությունը ուղիղ համեմատական է այս իրականությանը, որը գոյություն ուներ եւ որը գոյություն չունի այլևս։ Եվ վերջին հարցը Էդմոն Մարոկյանը հայտարարել է, որ եթե ընտրությունների խորհրդարանական բարձր մասնակցություն լինի եւ խոշոր դաշինքներ մասնակցեն, քաղաքացիական պայմանագիրը շանս չունի մեծամասնություն կազմելու։ Հա ինչ անենք, եթե լսեինք Էդմոն Մարոկյանին, ապա 2018 թվականին սխալ ճանապարհով էինք գնում եւ պետք է գնայինք երրորդ ճանապարհով եւ ես կարծում եմ, որ պետք չէ լուրջ ընդունել Էդմոն Մարոկյանի հատկապես քաղաքական հայտարարությունները եւ մտքերը, որովհետեւ Էդմոն Մարոկյանը այդպես էլ դուրս չեկավ այն սրտնեղած քաղաքական գործչի պատյանից, ով այդպես էլ ոչ միայն իշխանությանը չներեց, այլ ժողովրդին։ Էդմոն Մարոկյանը ժողովրդին չի ներում եւ իրպես մի շարք քաղաքական գործիչներ չեն կարողանում ներել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ովքեր ոչ միայն մեկ անգամ, այլ երկրորդ անգամ 21 թվականին գնացին եւ վերահաստատեցին այն, ինչ 2018 թվականին ընտրել էին։ Գուցե Էդմոն Մարոկյանը նկատի ունի, որ ընդդիմությունը կարող է Գյումրի օրինակով գնալ եւ տարբեր անուններով հանդես գալ եւ իշխանություն։ Ես իհարկե չենք կարող բացառել, գուցե եւ շատ գրավիչ է թվացել իրեն այդ մոդելը եւ համընկնելով տարբեր քաղաքական ուժերի, այսպես ասած, բերանում կփորձեն նաեւ օգտագործել այս կոնցեպտը, չի բացառվում, բայց ես վստահ եմ, որ այն բոլոր տեսանելի աշխատանքները, որոնք այս տարիների ընթացքում գեներացրել ենք, մենք որպես իբրև իշխանություն վստահ եմ, որ անհետևանք չի մնալու դրական իմաստով եւ ամիսներած հունիս ամսին մենք պտուղները ոչ միայն մենք ժողովրդի հետ համատեղ կքաղենք եւ այդ ընտրությունը չի լինելու միայն քաղաքական ուժերի ընտրություն, ժողովուրդը ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այսպես փոքրիկ մի չերևացող գուցե եւ տողով նաեւ կողմ է քվեարկելու խաղաղությանը։ Երկարաժամկետ 50, 100 եւ ավել տարիների համար նախատեսված խաղաղությանն է նաեւ կողմ քվեարկելու։ Այսքանը Տիկին Ազարյան, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։